Այնպեսի տպավորություն է, որ ինքը հիմա այս քաղաքապետարանի նիստը կվերջացնի ու կիջնի բակ 7 քար խաղալու կամ գործագործ խաղալու։ Ինֆանտիլ երիտասարդ, այսպես պետք է 2 բառով բնութագրենք Ավինյան Տիգրանին։ Ավինյան Տիգրանը մի հատկանիշ ունի մեծամոլական զառանցանքի։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի վիճակ չի կարողանում հագնի։ Բարև ձեզ Արմինուրի հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք հոգեբան Միհրդադ Մադաթյանին։ Բարև ձեզ պարոն Մադաթյան։ Շնորհակալ եմ մեզ չմերժելու եւ մեր տաղավարում կրկին անգամ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ ինձ հիշելու համար։ Պարոն Մադաթյան, այսօր առաջարկում եմ միասին վերլուծենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպես հոգեբան, ինչ բնութագրում կտաք Ավինյանին։ Այսպես ասեմ, Ավինյանի կերպարը մի փոքր մի փոքր խարիզմատիկ անվանել չի կարելի, բնականաբար, ասենց պատկերացնենք մի չմեծացած երիտասարդ, որը դեռևս խոսում է ծուրբերանով, փորձում է օգտագործել 13-15 տարեկան փողոցային ժարգոն, այդ բերանը ծռելով խոսալով, առանց հասկանալու, որ ինքը այսօր 1 միլիոն քաղաքի քաղաքապետ է եւ պետական այր է, ինչը պահանջում է մի քիչ ուրիշ մոտեցումներ։ Եթե մենք այսպես որպես կերպար բանանենք, այնպեսի տպավորություն է, որ ինքը հիմա այս քաղաքապետարանի նիստը կվերջացնի ու կիջնի բակ 7 քար խաղալու կամ գործագործ խաղալու։ Երկրորդը ես երբեք չեմ էլի հմայվել այն կերպարներով, որոնք որ այնքան չունեն իրանց մասին ասելու, որ քաղաքում ծնվել մեծանալը իրանց համար դա արժեք է։ Ավինյանը այս կերպարներից մեկն է, որը հաճախ ներկայացնում է որպես քաղաքում ծնված մեծացած մի անձնավորություն։ Չեմ համարում, որ մարդու ծնվելավայրն ու ապրելավայրը դա իր անձնային արժեքներից է, որը պետք է ամեն անգամ սենց բերել, որ ասենք չգիտեմ Պուշկինի դպրոցը վերջացրել կամ եւ այլն, ընդ որում ասեմ ինքս լինելով քաղաքի տղա, ինչ որ բոլորովին Պուշկինի դպրոց վերջացրածի տպավորություն չի թողում, որտեղ շատ ընկերներ ունեն Պուշկին վերջացրած, մի քիչ ուրիշ կերպարներ են, սենց ասեմ։ Ինֆանտիլ երիտասարդ, այսպես պետք է 2 բառով բնութագրենք Ավինյան Տիգրանին։ Նա այն եզակի մարդկանցից էր, որ սափրվեց ժամանակից շուտ, այսինքն Փաշինյանից առաջ։ Սա լիդերից տարբերվելու փորձ էր։ Գիտեք, ես չեմ կարծում, որ Ավինյան Տիգրանը այդքան խորություն ունի դա անցալելու։ Այսինքն սա առանձնացում է, թե այլ ենթատեքստ։ Միգուցե այստեղ այո, Ավինյան Տիգրանը մի հատկանիշ ունի մեծամոլական զառանցանքի, որը իրան բերում է խնդիրների նաև ներկուսակցական դաշտում, բազմաթիվ ասեկոսներ ենք լսել կապված այդ ամենի հետ, չէ, որ Ավինյան Տիգրանը եւ Նիկոլ Փաշինյանը ունեն տարաձայնություններ կամ Նիկոլ Փաշինյանի կինը, հասկացար, ունեն տարաձայնություններ։ Սա հենց գալիս է նրանից, որ Ավինյան Տիգրանի մեծամոլական զառանցանքը բերում է նրան, որ ինքը փոքրիկ իշխանիկ է իրան պատկերացնում եւ փորձում է այդտեղ առանձնանալ, ոչ թե առանձնանալ գաղափարային ընդդիմություն ձևավորելով, որտեվ ստախոսության առումով Ավինյան Տիգրանը կարելի է top 10-ի մեջ մտցնել, հա, ԿՊ-ի, top 10-ի նույնիսկ top 5-ի, հա, այսպես ասեմ։ Իսկ սափրվել է եկեք ուղղակի փորձենք հասկանալ, որ Ավինյան Տիգրանին թված, որ ինքը կարա իր տրենդը ձևավորի ԿՊ-ի մեջ։ Այսպես եմ տեսնում, հա, որովհետև ինքը շատ բաներ ունի, որով տարբերվում է, օրինակ Նիկոլ Փաշինյանից, Ավինյան Տիգրանի վրա պիջակը նստում է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ մի պիջակ չի կարողանում հագնի։ Ու հա, ասենք, դա միակ տարբերությունն է։ Չէ, կրծքերի չափերի տարբերություն կա վերջապես ու շատ տարբերություններ կա, որ կարող եմ նշել տարբերություններ կան, սա միակը չի։ Այնպես որ այստեղ էլ որոշել էր, որ ինքը պետք է այսևի առանձնանա։ Կոռուպցիան կրնկակող հետապնդում է քաղաքապետարանին։ Սա քաղաքի կառավարչի հետ ինչ առնչություն ունի, քանի որ քաղաքապետարանից վերջերս էր, որ մարդկանց ձերբակալեցին, նույնիսկ Ավինյանի մտերիմ ընկերներից Արաբկիրի նախկին թաղապետը կալանքի տակ է, բայց Ավինյանը այնպիսի հանգստությամբ է, կարծես ոչինչ չի եղել։ Տեսեք, կոռուպցիան այս իշխանությունների
hype-ն է, իրանց տրենդն է, այդ իրանցն է եւ օբյեկտիվ ցուցանիշներով ոչ մի իշխանություն այսքան կոռումպացված չի եղել, որքան այս իշխանությունները։ Վերցնենք թեկուզ հարստացման արագությունը։ Ես չեմ ասում նախկին իշխանությունների ժամանակ կոռուպցիա չի եղել, մենք չենք ունեցել օլիգարխներ, ունեցել ենք, բայց եթե նախկին իշխանությունների ժամանակ օլիգարխին 15 տարի էր պետք դղյակ կառուցելու համար, ապա այստեղ տարի 2 տարում դղյակները կառուցվեցին, ինչպես տեսել եք տարբեր նույն Ավինյանի հոր եւ մնացածների դղյակները։ То есть եկեք դղյակներ ասելով էլի Նիկոլի սլենգն եմ օգտագործում, որ իրենց հասկանալի լինի, հա, որտեվ հասկանալի է, չէ, որ ասենք, չգիտեմ, Նիկոլի Աներձակը Մայբախի դուռը չպետք է կարողանար բացել, որ մի հատ էլ Մայբախով ման գար հիմա, հա, այսպես ասենք։ Եկեք այս մասերը թողենք։ Կոռուպցիան քաղաքապետարանում պիտի լինի, կա ու լինելու է, եւ սա սոուսված է հենց Փաշինյանական սկզբունքով, մեծ խոսանք, հա, Range Rover հետ բերենք, մի Range Rover-ն էլ հետ բերել, ուրիշ Range Rover չի եղել, հասկացաք, բայց միևնույն ժամանակ Bentley գոնանք։ Ասենց ասեմ, որտեվ եթե նախկինները այո Range Rover եւ քյաբաբ էին գողանում, այսպես ասեմ, իսկ դա եղել է, ոչ մեկ չի շղթի, եղել են նման դեպքեր, ապա սրանք Bentley եւ Rolls-Royce են գողանում, որ շատ արագ հարստացման փուլի մեջ են։ Քաղաքապետարանն էլ այս առումով ամենակարկառուն հիմնարկներից մեկն է, ոչ մեկը դա գաղտնիք չի բոլորի համար։ Տիգրան Ավինյանն էլ իր համար ամենայուղալի ու չաղկտորը ընտրել է, նստել է վրան ու բավականին լավ հարցերը լուծվում է։ Այդ նույն բանը կարծես թե մի հատ էլ անիվ հիմնադրամ կար ինչ որ այս որ հիմա հա կպնում են, հա դուրս են գալի, հա խուսափում են հարցերից եւ այլն, բայց այնտեղ կարծես թե միլիարդների ինչ որ փողեր է կորում, չէ, եւ այլն բաներ փոխանցում ինչ որ հարազատների հաշվին եւ այլն, որ եթե դրա 3%-ը տեղի ունենա նախկին իշխանությունների օրոք, Նիկոլ Փաշինյանը բոլորիս ինֆարկտի կհասցներ, այնքան կսկսեր հասկացալ դրա մասին խոսել, արտահայտվել, ղժղժալ ամենտեղ բոլոր եթերներում։ Այս անգամ եւս առաջարկում եմ մի քանի լուսանկար նայենք եւ լուսանկարների միջոցով կրկին վերլուծություն անել։ Այս լուսանկարներում արտացոլված էվոլյուցիան ինչպես կվերլուծեք, ով էր եւ ով է դարձել։ Տեսեք, էլի պիտի կրկնեմ, ես Ավինյանի տարիքը չգիտեմ, բայց որքան գիտեմ ինքը այդ շատ երիտասարդ պետքա չլինի, հա, բայց այս նկարներում միմիկան բանը չնայած որ ես համոզված եմ, որ սրա վրա աշխատել են Photoshop-ի ինչ որ մասնագետներ, որոշակի, որտեվ այս ժպիտը ակնհայտորեն երևում է, որ բնական չի, հա, կնճիռները ժպիտից առաջացած ստվերային առումով հասկացար բնականon չեն, այսպեսի ժպիտ ունենալու համար Ավինյանի վերևի ծնոտը պետքա բավականին ներս գտնվեր գանգի վրա, քանց թե ինքը բնական է, հա, то есть սարքել են անբնական նկար, Ավինյանն էլ քանի որ բանի գանգոսկրի հաստությունը շատ հաստ է ու մեջի ուղեղի պարունակությունը քիչ, չի կարողացել նկատի ու այս անբնականությունը եւ թույլ է տվել որպեսի գնա։ Սա որքան գիտեմ Վիկիպեդիայի նկարն է իր, չէ՞, ես նման նկարին սարքողին հասկացար աշխատանքից կազատեի։ Ամեն դեպքում հասկացար այստեղ ուզեցել են ստանալ Ավինյանի նկար, որտեղ տվել են Ավինյանի սիմետրիկություն։ Տեսեք ինչն է հետաքրքիր, աշխարհում սիմետրիկ դեմքեր չկան։ Ոչ մեկից դեմքը սիմետրիկ չի, եւ ես իմ ուսանողներին երբ որ դասավանդում եմ, ես հատուկ դնում կտրում եմ դեմքը, ցույց եմ տալի կեսը, հետո մյուս կեսը, հետո թարսում եմ, հետո սենց եմ թարսում, հասկացաք, որ հասկանամ, որ շատ տարբեր է մարդու դեմքը, սիմետրիկ դեմքեր չեն լինում, ու լինում են, եթե բոտոքսով, չգիտեմ, հա եւ այլով, այդ դեմքը սառեցնում են ինչ որ մի հատ պոզիցիայի վրա, որ մկանները չխաղան եւ այլև իրավիճակներ եւ սիմետրիկությունը սարքեն։ Այստեղ մենք ստացել ենք սիմետրիկ դեմք, ինչի շնորհիվ ինքը ստացել է անբնականություն եւ ծիծաղ, որի մեջ կա ժպիտ, որի մեջ կա ավելի շատ անբնական խորամանկություն, քան անկեղծություն։ Բանի
Սափրի խորհրդանիշը, որը քաղաքացիական պայմանագիրը բերեց Նիկոլ Փաշինյանով, իսկ Նիկոլ Փաշինյանին տրված էր կոնկրետ նպատակ հետապնդելով։ Սափրը ժամանակին 90-ականներին խորհրդանշում էր ազատամարտի մասնակցություն եւ հայրենասիրություն, եւ այնքան էր դա տարածված, որ երկրապահներ կային, որոնք սափր պահած ինչ որ նույնիսկ տերոր էին անում, ինչ որ ժամանակ քաղաքում այդ սափրի հաշվին, հա, ու ով ուզում էր հայրենասեր լավ տղա երևար, որտեղ այն ժամանակ լավ տղան դա հայրենասերներ, ոչ թե լավ տղան դա գողացողներ, հայրենիք վաճառողներ, հա, եւ այլ, իրենք սափր էին պահում, կոմուֆլաժի այդ մայկա էին հագցրել Նիկոլին, եթե կա, ինչ եմ ասում հագցրել, որտեղ սա Փաշինյանի ուղեղի թռիչքը չէր կարող լինել ու չէր, սա բավականին լավ մշակված ծրագիր էր, որը փաթաթվել էր Փաշինյանական թիմի վրա, եւ այս Մոնթեի sense ասեմ կերպարանքի մեջ, որտեղ կար նաև փաթեթավորված բանը, հա, բինտով փաթաթված ձեռք սրտիկով sense արյունը վրան, այստեղ մենք ունեցանք մի հատ փոքրիկ էլեմենտ երիտասարդություն, այսինքն մենք երիտասարդ Մոնթե տվեցինք, հա sense ասեմ, ուսապարկ, գիշեք ուսապարկը, հա, որը բոլորովին չէր համապատասխանում որպես ատրիբուտ այն կերպարին, որը ստեղծած էր։ Այս կերպարով բոլորը սկսեցին մուրուք պահել, նույնիսկ այնպիսի կարկառուն կոնֆորմիստներ, ինչպիսիք են օրինակ Անդրանիկ Քոչարյանը եւ այլ, հա, որոնք որ ժամանակին եղել են, նու իմ տարիքի են ավելի խորհրդային շրջանի դասարակություն ստացած են, էլի իրենց համար այդ թրաշը, ասենց ասած, ավելի շատ փնթիության բանա, քան խորհրդանիշը։ Տեսակ ինչ եմ ասում, Բավինյանը այս ընթացքում սարքեց այդ թրաշով իր բանը, որով մի փոքր ավելի առնականություն տվեց իր մի փոքր նուրբ ֆիզիոլոգիայի եւ այլ իրավիճակներ եւ բազմաչարչարություն։ Սա Ավինյանի ցանկացած կերպարն է, որ ինքը ուզում է ներկայացնել։ Բազմաչարչարություն։ Եթե դուք նկատեք 3 բանի մեջ էլ, նկարների մեջ էլ, հայացքի միմիկայի մեջ կա բազմաչարչարություն, ասենք Դալայ Լամայի բազմաչարչարության նման մի բան, անձը, որը իր անձը մատաղար է հանրության համար, բայց միևնույն ժամանակ կոռուպցիա է ծաղկացնում քաղաքապետարանում։ Եկեք հիշենք Ավինյանի ամենավերջի, ամենահետաքրքիր պոպուլիզմներից մեկը դա ձնամաքրման աշխատանքները Երևանում։ Հիշում եք ամբողջ գիշեր, հա, ծաղրածուի պես տարբեր շրջաններից այդ մեքենաների ֆոնի վրա, հա, լայվեր այդ Ավինյանը բազմաչարչար տպավորություն ստեղծելով ժողովրդի մոտ, որ ինքը անձամբ ամբողջ գիշեր հետևում է բոլոր Երևանին, ու մյուս օր առավոտյան մենք վերկացանք ու տեսանք կեղտոտ Երևան։ Ոչ մի բան չէր փոխվել, այսինքն ակնհայտ ստի առումով Ավինյանը նույնպես անցել է շեմը։ Եվ երրորդ հատկանիշը, որը շատ նկատելի է Ավինյանի մոտ, դա մենք ժամանակին այսպիսի խոսք ունեինք, ասում էինք պրտկերեսություն, հիմա դրան անվանում են ճկունություն։ Ես նկատել եմ, որ Ավինյանին սուր քննադատությունների դեպքում Ավինյանի դեմքի միմիկան նույնիսկ չի փոխվում։ Երբ որ փաստարկով մեղադրանք են ներկայացնում, նույնիսկ միմիկան չի փոխվում։ Սա նշանակում է, որ Ավինյանը գիտակցաբար անում է քայլեր, հասկանալով, որ մեղադրելու է, ներքին պատրաստվածություն ունենալով, որ վաղը դա բացահայտվելու է, շատ լավ հասկանալով, որ այսօրվա իր ձեռքբերումները շատ ավելի կարևոր են, քան վաղվա մեղադրանքները։ Կարելի ասել, որ իրեն զոհի կերպարում չի դնում։ Բոլորովին Ավինյանին զոհ անվանել չի կարելի։ Ինչու՞։ Բոլորովին Ավինյանը երբեք զոհ չի եղել, չի կարող լինել։ Ավինյանը այն օղակն էր, որը որ մի փոքր կապող էր հանդիսանում ԿՊ-ի առաջի շրջանի հետ, հին մշակույթի ներկայացուցիչների հետ, որտեղ Ավինյանը լինելու էր քաղաքով տղա, քաղաքի տղա, շփումներ ուներ որոշակի, նախկինում ձևավորած վերջապես համադասարանցիներ ուներ, որոնք որ նախկին կարգերի օրոք եղել էին բավականին լուրջ պաշտոնների, իսկ ինքը քանի որ ընդունակություններից զուրկ է եղել, լինելով Պուշկին դպրոցը վերջացրած քաղաքի տղա, ոնց ինքը սովորում սիրում ասել, ոչ մի
ձևի չէր գնահատվել նախկին բաների օրոք։ Ինչ որ գյուղատնտեսական բիզնեսներ, որը որքան գիտեմ հոր շնորհիվ ձեռք էր բերել, որտեղ հայրը այգեգործության մեջ մասնագետ էր, գյուղատնտես է, ինչա եւ այլն, այս մասով հասկացար կարծես թե ունեին, դե հիմա բիզնես ունենալը այդքան մեծ այլանդակ մեծ ձեռքբերում չի։ Եվ մեկ էլ 2018-ից հետո Ավինյանը դառավ մի հատ պերսոնա, որը դառավ ոնց որ կամուրջ, թեթև կամուրջ, հա, ասենք, այս կողմի բիզնեսմենների համար, մեծ բիզնեսմենների համար եւ քաղաքացիական պայմանագրի եւ բավականին լավ տեղավորվեց այս արանքում մի շրջան, ինչի շնորհիվ կապիտալիզացրեց այդ իր կապերը եւ դառավ քաղաքացիական պայմանագրի իմ կարծիքով ամենահարուստ մարդկանցից մեկը, ինչի շնորհիվ մի փոքր էլ թելադրող բնույթ ձեռք բերեց քաղաքացիական պայմանագրում եւ բնականաբար արժանացավ քաղաքացիական պայմանագրի ղեկավարների ոչ դրական վերաբերմունքին։ Այնպես որ զոհը այստեղ ասել չի կարելի, ինքը ուզում է իրան զոհ ներկայացնել, ինքը ուզում է հոգեբանության մեջ կա մի այսպիսի հակազդման դիրք, ասում են կեղծավորի դիրք, Վիրջինիա Սատիրն է ասել, երբ որ դու դիմացիրին մեղադրում ես մեղքը քո վրա վերցնելով, այն կանայք սիրում են, չի ասել, հա, ես եմ մեղավոր, որ քեզ լավ կերակրել եմ, լավ պահել եմ, չէ, ուշադիր եմ եղել քո նկատմամբ։ Տեսեք, մեղադրանքը հնչում, բայց մեղքը իր վրա է վերցնում, հա, կամ ասում, հա, բանում, չգիտեմ, Նիկարագուայում էլ նեգրերին են սպանում, մտել եմ ես մեղավոր, չէ, էլի վերցնում է մեղքը իր վրա։ Հիմա Ավինյանը քրոնիկ տալիս է այս կրեայի վարքագիծը, այսինքն մեղքը իր վրա վերցնելով, բայց տակից իր գործերը անելով։ Այս առումով ես կարծում եմ, որ ինքը կոռուպցիայի առումով դու հաջորդ իշխանությունները ցույց կտան, մենք էլ Ավինյանի մասին երկար լսելու ենք։ Լավ իմաստով թե վատ։ Ոչ, չեմ կարծում լավ իմաստով որևէ մեկի մասին քաղաքացիական պայմանագրից մենք կկարողանանք լսել, հա, ոչ, չեմ կարծում։ Ես վստահ եմ, որ դուք քաղաքապետարանի նիստերը տեսած կլինեք, երբ պարոն Ավինյանը տարբեր շարժումներ է անում անկանոն, նման կերպ նիստ վարողը ինչ բնութագիր ունի, ինչ բնութագիր դուք կտաք որպես հոգեբան նրան։ Ժողովրդի մոտ այսպիսի մի խոսակցություն է ծավալվել, որ Ավինյանը հաճախ լինում է թմրանյութերի ազդեցության տակ։ Ես չգիտեմ, չեմ կարող ասել դա այդպես է թե չէ, բայց ոչ կոնգրուենտ ժեստիկուլյացիան իր խոսքերի հետ բերում է դրան։ Հիմա սա գալիս է նրանից, որ Ավինյանը չափազանց կտրուկ ստում է ու այդ ստելու հետ չի կարողանում իր ոչ վերբալ լեզուն համաձայնեցնի վերբալ լեզվի հետ, թե դա իրոք թմրանյութերի ազդեցությունն է, ես չգիտեմ, չեմ կարող ասել, բայց այն որ ժեստիկուլյացիան եւ միմիկան adekvat չեն, то есть տեսեք մարդու խոսքը, ժեստիկուլյացիան, միմիկան պետք է իրար հետ ամբողջական դառնան, որ մենք հասանք կոնգրուենտ խոսք ունենք։ Մի խոսք, որը ոչ կոնգրուենտ է, հասկացաք, չէ՞, ինչը, եթե ես խոսալու sense բաներ անեմ, հա, կասեք, այս մարդը այս ինչ որ տարօրինակ բաներ է խոսում, հա, այս է ամբողջ խնդիրը։ Հիմա Ավինյանի մոտ այդ ոչ կոնգրուենտությունը ակնհայտ երևում է։ Պատճառաբանությունից տեղյակ չեմ, դա թմրանյութեր են, թե դա իր ներքին խնդիրներն են, չեմ կարող ասել։ Թե Ալեն Սիմոնյանի թոշակառու մայրը, թե Ավինյանի մայրը 300-ից 500 հազար դոլարանոց առանձնատներ են գնել, որոնց մասին անգամ լուսաբանվել է։ Ընտանեկան այս թռիչքը մարդկային կերպարանափոխության հետ ինչպես համադրել։ Տեսեք, ես կարծում եմ, որ սա գնում է նույն ուղղության, որ ես անցած անգամ կարծես մենք զրուցում էինք ուրիշ թեմայով ասեցի, հիմա փորձեմ կրկնել, որ երբ որ մարդիկ ինչ որ գաղափարախոսություն են բրդում, պիտի լսես ինչ են խոսում։ Եթե դուք հիշեք 18 թվականին քաղաքացիական պայմանագիրը բերում էր Լափամանի այս գաղափարը։ Լափամանի գաղափարը անընդհատ արծացող մարդը կամայական հոգեբան դա կարող ասի, ընդ որում 3-4 կուրսի ուսանողներ, հա, որտեվ հոգեբանությունը հենց դրանից է սկսել, Ֆրեյդը հենց դրանից է սկսել, այդ անգիտակից խոսքից է սկսել։ Ասի ձեզ, որ այս մարդու գալու իմաստը ոչ թե երկիրը կաշառակերությունից վերացնելն է, այլ իր Լափամանին մոտենալն է։ Եվ մարդը, որը որ ընկալում է պետությունը,
համակարգը որպես լափաման, այսինքն մի աման, որտեղից կարելի այդ մարդուն չի կարելի մոտ թողել այդ համակարգին։ Կապ չունի ինչ համակարգի է, հետ անգամ ենք սա փորձում բանանել։ Տեսեք, այս լափամանի գաղափարը այսօր իրագործում են բոլորը։ Տեսեք, որոշ մարդկանց համար լափը բավարար է եղել 1 միլիոն դրամի սահմաններում։ Ասենք Արփի Դավոյանի, դե աղավնիից մինչև 1 միլիոն դրամ բավականին մեծ ազոր կա, էլի, ասենց ասեմ։ Կամ Վագն Ալեքսանյանի, ով իրան փորձել էր ամենտեղ ու այստեղ երևի ամենաշատ գումարն է ստանում։ Որոշ մարդկանց համար դա արդեն դղյակներ ունենալն էր, մենք Տիգրան Ավինյանի դեպքում կարող ենք ասել, ինչը մենք ակնհայտ տեսնում ենք Ավինյանի հոր սլենգում, հասկացաք, չէ, օպերների վարորդներին համբալ անվանելու այս խոսակցական լեզվի մեջ, այն դեպքում, երբ որ մի 7-8 տարի առաջ ինքը օպելից ավել չի եղել, Այդ է եղել, էլի օպել է եղել, խոսակցականն է թելադրում, որ օպել է եղել, տեղից ես հասկանում, կապ չունի, կարող է օպել չի քշել 1938 թվի Mercedes-ը քշել, հասկացաք, չէ, ասածիս իմաստը, то есть հիմա չասեն, վայ, ինքը օպել չէր քշում, այն ժամանակ Renault Logan էր քշում, ոչ մի տարբերություն չեմ տեսնում այս հետ, ուզում եմ ասեմ, որ այս սլենգն է բանանում, որը ասվեց, բայց դուք չլսեցիք ինչ ասվեց, Արա հիշում եք, որ ես օպել էի քշում, տենում եք հիմա ես ինչ ավտո եմ քշում, իսկ դուք չեք կարա, ու դրա համար ես պիտի կանգնեմ այդ պարկինգում, իսկ դուք չկարանաք կանգնեք, որտեվ ես այս կարճ հատվածում հասել եմ սրան։ Այս մի բառի մեջ, որ տարածվեց, այս ամբողջ նյութն էր դրված, այդ իր պարծանքն էր դրված, որ ինքը վերջապես դուրս է եկել top level գումարային առումով, որ ինքը վերջապես իր կյանքում սևիկրակեր է մի գտալ, հասկացաք, չէ, սիմվոլիկ եմ ասում, այս էր դրված դրա մեջ, այդ որ ինքը համբալ էր անվանում օպելի վարորդներին, որտեվ մարդը միշտ ունեցել է դա իր համար այդ սևիկրան էլի սիմվոլիկ եմ ասում, ուղղակի նախաճաշ է, դա նախաճաշ է, ու հեճախ կարող է ինքը մեկ էլ ուզենա ձվածեղուտի, օպելի վարորդների նման, ու ձեր առնել ձվածեղուտողներին չի կարելի, հասկացաք ասածիս իմաստը, այս ամբողջ է, հիմա ռուսերեն լավ խոսք ասում են նաբոբ, մարդը որ շատ արագ հարստանում, սա հոգեբանական բնույթ ունի, արագ հարստանալն էլ պետք է լինի, քո հոգեբանությունը պետք է պատրաստ լինի այդ հարստությունը ընդունելուն, որտեղ եթե մենք վերցնենք աղքատ մարդուն ու տանք միանգամից շատ փող, ինքը շատ վատ բաներ կսկսի անել, դու պետք է այդ հարստության հետ աճես, անձնային աճ ունենաս, դու պետք է հասկանաս ինչ բան է Հռոմը, ինչ բան է Վատիկանը, ոնց է պետք քեզ այնտեղ պահել եւ այլ, ռեստորանում ոնց է պետք հաց ուտել, այս ամենը պիտի աճես հասնես։ Հիմա այս Ավինյանի ընտանիքի դեպքում մենք կարող ենք ասել, որ մենք ունենք նաբոբներ, որոնք որ շատ արագ ձեռքբերում ունեցան ու վաղը կպարզվի, որ ինչ որ ֆոնդերից ինչ որ մեկը ինչ որ բան նվիրել է այդ իրանց չի եւ այլ իրավիճակներ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Մատաթյան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, այսքանն ենք պատրաստել այսօր, իսկ մեզ կարող եք հետևել նաև Telegram-յան, Instagram-յան եւ TikTok-յան հարթակներում։ Շնորհակալություն։